1995 թվականին Պուերտո Ռիկոյում ֆերմաներից մեկում սատկած են հայտնաբերվում 8 ոչխարներ, ու ամենատարօրինակը այն էր, որ ոչխարները ընդհանրապես վնասված չէին, այլ նրանց պարանոցին առկա էր ընդամենը 2 ատամի հետք։ Ֆերմերները միանգամից նկատում են, որ կենդանիների մեջ ընդհանրապես արյուն չկա։ Նրանց համար պարզ էր, որ գիշերվա ընթացքում ինչ-որ կենդանի առնաքամ անելով խմել էր իրենց ոչխարների արյունը, ու միանգամից լուրեր են տարածվում, որ հայտնվել է մի նոր առեղծվածային արարած, որը խմում է կենդանիների արյունը։ Մի քանի ամիս անց, նույն տարվա օգոստոս ամսին, Մադելին Տոլենտինո անունով մի կին, որը որ իբր թե տեսել էր առեղծվածային արարածին, տալիս է նրա առաջին նկարագրությունը։ Կնոջ կողմից արարածի նկարագրությունը հետևյալն էր. արարածը երկոտանի էր, ուներ մողեսանման արտաքին, մեջքին կային փշեր, ուներ կարմիր վառվող աչքեր, ոչ թե տեղաշարժվում էր մարդու պես քայլելով, այլ կենգուրուի պես ցատկոտելով։ Իսկ հումորիստ եւ ռադիոհաղորդավար Սիլվերիո Պերեսը արարածին տվեց անվանումը, որով որ նրան ճանաչում են ամբողջ աշխարհում։ Պերեսը նրան կոչեց գառների արյուն խմող, իսպաներեն չուպակաբրա։ Ու այս դեպքերից հետո Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, Մեքսիկայում, Պուերտո Ռիկոյում, Չիլիում սկսում են կենդանիների առեղծվածային սպանությունները կապել չուպակաբրայի հետ եւ պնդել, թե իբր իրենք էլ տեսել են առեղծվածային արարածին։ Ու 2000-ականների սկզբին, երբ որ չուպակաբրայի լեգենդը հասնում է Միացյալ Նահանգներ, ԱՄՆ հարավային նահանգների բնակիչները սկսում են պնդել, որ իրենք էլ տեսել են առեղծվածային արարածին։ Ու հենց այդ շրջանում էլ ԱՄՆ-ում տալիս են կենդանու նոր նկարագրությունը, որը որ այսօր առավել հայտնի է ամբողջ աշխարհում։ ԱՄՆ-ում չուպակաբրային նկարագրում էին որպես շնանման կամ կայոտին նման կենդանու, որը որ չուներ մազած ածկույտ, ուներ մուգ կապույտ կամ մոխրագույն մաշկ, երկար ոտքեր եւ հարձակվում էր ընտանի կենդանիների վրա, խմելով նրանց արյունը։ Բենջամին Ռադֆորդը իր 2011 թվականին հրապարակված չուպակաբրայի մասին գրքի մեջ ասում է, որ ուսումնասիրելով չուպակաբրայի ամբողջ պատմությունը եկել էին եզրահանգման, որ դեռևս 1995 թվականին Պուերտո Ռիկոյում Մադելին Տոլենտինոյի կողմից տրված չուպակաբրայի նկարագրությունը հիմնված է 1995 թվականի սառցավ ֆիլմերից մեկի կերպարի վրա, իսկ այն պնդում է, թե իբր կենդանիները առնաքամ էին եւ ընդհանրապես արյունը նրանց պես չէր մնացել, իրականում այդքան էլ չէր համապատասխանում իրականությանը, որովհետեւ չուպակաբրայի ենթադրաբար զոհ դարձած կենդանիներից մի քանիսի մարմինները ուսումնասիրվել են եւ պարզվել է, որ նրանց մեջ իրականում արյուն կար։ Իսկ 2010 թվականին Միչիգանի համալսարանի կենսաբաններից մեկը հայտարարում է, որ ԱՄՆ-ում չուպակաբրային տեսնելու բոլոր դեպքերի ժամանակ մարդիկ ամենայն հավանականությամբ հանդիպել են կայոտների, որոնք որ հիվանդության արդյունքում կորցրել են իրենց մորթին։